Րոպեներ անց այստեղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մամուլի համար հայտարարություններ կանեն ըստ էության հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Դրանից առաջ նախարարը եւ պետքարտուղարը հանդիպում կունենան, նաեւ փաստաթղթերի ստորագրում է նախատեսվում, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, թե հայկական կողմը, թե ամերիկյան կողմը չեն հստակեցրել, միայն պետքարտուղարությունը հայտնեց, որ փոխըմբռնման հուշագրի մասին է խոսքը, ելի մանրամասները հայտնի չեն։ Ես նշեմ, որ Մարկո Ռուբիոյի կարճատև կանգառը Երևանը կլինի, նա Շվեդիայից եւ Հնդկաստանից հետո այստեղ մոտավորապես 1.5-2 ժամ կանցկացնի, ես սա ասում եմ դատելով այն հայտարարություններից, այն սուղ հայտարարություններից, որ տարածվել է եւ ըստ էության թե նախարարի հետ հանդիպումը, թե բանակցությունները, թե փաստաթղթերի ստորագրումը, ինչի մասին հայտարարվել է, հենց Զվարթնոց օդանավակայանի նախագահական այս սրահի տարածքում տեղի կունենա։ Ես հիշեցնեմ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, նաև Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը թրիփի մասին համաձայնության եկան։ Անցած տարվա օգոստոսին ստորագրված փաստաթղթում նաև Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ստորագրությունը կա, նա այստեղ որպես վկա է հանդես գալիս։